2003, ավելի 2004 թվականի շուրջ էր, որը մենք որոշեցինք, որ Շուշի քաղաքի իսլամական դպրոցը, որ մադրասե է կոչվում, վերանորոգենք։ Այդ ժամանակ ընդհանրապես մթնոլորտը այնպես չէր, որ մենք հաջող ձևով կարողանայինք այդ գործը անել, բայց իմ հետևողականությամբ կարողացանք այս գործը ճամփակցել, իհարկե միաժամանակ քաշեց միջով կարողացանք ավելի ադմինիստրատիվ գետնի վրա այդ դպրոցը հանձնել մեզ։ Մենք այդ դպրոցում ստեցինք սկզբնական շրջանում Շեն հասարակական միության Ֆրանսիայի միջոցով էր, հետո ապագայում եղավ ԱՅՈ հասարակական կազմակերպություն նույն Ֆրանսիայից եւ ընդհանուր աշխատանքները եւ ներդրումները ընդհանուր այս բոլոր շրջանում արած է Փրնոս արմենիական մշակութային հիմնադրամը, որը պատասխանատուն ես եմ։ Այս գործերը մենք սկսեցինք անել, վերանորոգել եւ վերանորոգումը շատ դժվար էր, որտեղ ահագին մաներ այրված, քանդված էր։ Մենք սա բոլորը վերանորոգեցինք եւ ճշգրիտ ձևով։ Այնց այսինքն որ բոլոր այդ հնությունները մնան իրական նույն նորմայի մեջը։ Այսօր իհարկե որոշ դժվարություններ եղավ, որ չեմ ուզում այդ դժվարությունների ադմինիստրատիվ մեջը մտնել, որ մի քիչ երկարացավ, բայց շուտով մենք պիտի վերջացնեինք եւ դժբախտաբար մեր աշխատողները այսօր առաջի գծի վրա պատերազմի մեջ են։ Ալիևը այս վերջերս, այսինքն քաղաքակրթության այդ միջազգային սեմինարի ժամանակ հայտարարած է, որ հայերը հարձակված են մեր վրա մարտ 1-ին եւ 2-ին մենք ինքնապաշտպանության անցանք։ Երկրորդ բանը, որ իրենք ամբողջ մեր եկեղեցիները վերանորոգում են, բայց մենք իրենք բոլոր իրենց եկեղեցիները քանդում եւ փչացնում ենք։ Ես ուզում եի փաստել, որ առաջինը մի քիչ դժվար է փաստել ով հարձակվավ ում վրա, բայց երկրորդ ամբողջովին սուտ է Ալիևի կողմից արած հայտարարությունը, որովհետև ես այս որոշ նկարներ կան, որ միջև անգամ մենք ինձ ձևով ենք հնացրել քարերը, որ տեսնեն։ Իհարկե ժամանակին Ալիևը նամակ գրած էին բանին միջազգային United Nation-ին, բողոքելու որ մեր մզկիթները փչացնում են։ Ես գիտեմ, երկու մզկիթ կա Շուշիում, մեկ հատ Աղդամում եւ այդ իսլամական դպրոցը, որ ոչ չճարված, մեկը վերանորոգվում է, մեկ մզկիթներից, որ մեծն է, Ռուբեն Վարդանյանն է վերցրել, որ վերանորոգի նորեն նա եւ սա հաշվում են որպես մշակութային կենտրոն, այսինքն նորեն դպրոցական մթնոլորտի մեջ է մնալու այդ դպրոցը եւ այդ շինարարությունը նույն ձևով մենք շարունակում ենք, հույսով ենք մեծ ապտակ պիտի լինի Ալիևին, որտեղ հենց այն ժամանակ իրենց միջև անգամ իրենց առաջնորդը իսլամական նամակ գրած էր մեր վեհապարին են պատասխանած էր, նամակ գրած են ՅՈՒՆԵՍԿՕ-ին եւ նամակ գրած են ժամանակին Քոչարյանին, որ նախագահ էր։ Ես այսքանը կարող եմ ասեմ, այսինքն այդ բողոքները եղած է, բայց նորեն շատ լպիրս ձևով հայտարարում են, որ մենք քանդում ենք։ Մենք ոչինչ չենք քանդել, ես միջի անգամ այդ մզկիթները որ կան, այդ դպրոցը որ կա, պարսկական ճարտարապետություն է, այսինքն ազերբայջանական մեջում ոչ մի համոհոտ չկա, ես գիտեմ էսի շատ լավ, բայց եթե այդ էլ լիներ, մեզ ինձից չէր խանգարելու վերանորոգելու։